Ռուբիոն ավելի մեծ ազդեցություն ասկսում ձեռք բերել Սպիտակ տանը, քանի որ Ուիտկոֆը տապալվեց։ Ուիտկոֆը տապալվեց բոլոր տեղերում։ Ուիտկոֆը տապալվեց այդ թվում Գազայում։ Ուիտկոֆը տապալվեց այդ թվում մեր տարածաշրջանում։ Որտեվ եկեք ճիշտն ասենք, հա, տապալված ասա։ Սա խաղաղության պայմանագրի բացակայությունը, սա տապալումն է։ Տրամպը կարա ասի, որ իհարկե սա Կամբոջան եւ Ալբանիան ստորագրել են։ Նախաստորագրումը։ Հա, լավ է, նախաստորագրումը, հա։ Դե դրանից հետո Ալիևը չի դադարում ռազմատենչ հայտարարություններ անել։ Դրանից հետո ինքը նույնիսկ հրավիրել էր օղորմացիկ արդեն խորը ցավակցություն ենք հայտնում, շատ մտահոգ ենք F-16-ների են օթաչուներին, որոնք որ մեր սպեցնազի վրա ռումբ էին գցում, սատկել են Վրաստանում, որ ընկել է այդ բանը, թուրքական ռազմական ինքնաթիռը, Հագին մարդ է սատկել, այդ լավ է։ 20 հոգի են մահացել, իդեպ այսօր չեն մահացել, այտենց մարդիկ սատկում են։ Կներեք։ Զոհվել ասում են, ես ասեմ հա, դուք ինչ ուզում եք ասեք, իրանք սատկում են, իրանք բան չեն անում։ Տեսեք, Ռուբիոյի դիրքերը ուժեղանում են։ Ռուբիոյի դիրքերի ուժեղացման շնորհիվ կարողացել են պատժամիջոցներ մտցնել նոր Ռոսնեֆտի եւ Լուկոյլի վրա, դա հեշտ էր, որտեվ ասենք Տրամպը անձնական վիրավորանք անկա Ռուբիոյի ներկայացրածով, քանի որ Ուիտկոֆը բան են, տնփես են, Կուշներ, Մուշներ, դրանք ռադները քաշել էին Սպիտակ տնից շոթում էին։ Ըստ բանի Ռուբիոն կարողացել է այնպես ներկայացնել, որ Տրամպը անձնական վիրավորանք է ընդունել Պուտինի հերթական բառաչոցը։ Եվ սա դարձել է հիմք։ Հիմա արդեն այն ճանապարհի վրա է բանը, որ Տրամպը անձնական վիրավորանք է ընդունել։ Հիմա իրենց պիտի ներողություն խնդրես։ Իսկ Պուտինը ներողություն չի խնդրել։ Ու իսկ Պուտինի համար չեն խառնվի, ասենք Ստալմերը, Ստոդը, բան Ֆինլանդիայի նախագահան, Մեծ Բրիտանիայի վարչապետը, եթե հիշում եք, Մերցը, Ամերիկայի կանցլերը, բան, որոնք գնացին Տրամպին ասին, չէ, այսպես տղա է Զելենսկին, ուղղակի իրար չեք հասկացել, տենց այն կոմոտել են ձիվան բրթողնել, ինչ որ էշեշ լուսա տվել, դրա համար արի գլորենք բան անենք։ Ինչ էր, նույն Ուիտկոֆների ու այն բաների պատճառով էր, չէ, կոնֆլիկտը առաջացել, ինչ որ մի հիմար հարց տվեցին։ Հա, բանի, բաճկոն ունես թե չէ, հա, ասենք, ունեմ, հետ կամ քու գործը չի, չունեմ, բեր տուր, ասենք, ինչ, Զելենսկին ունեմ։ Այդ փուլը, այդ բանն էր, որ Տրամպին խիստ անհրաժեշտ էր շատ արագ խաղաղություն, ինքը բիզնեսի բան էր, ինքը Ռուսաստանի հետ բիզնեսի կողմնակից էր, քանի որ մի փոքր բանա դեմենցիայի մեջ ուժը չի հասկանում, ինքը դե 5 թվեր է վերցնում։ Հասկանում եք, իրականում բոլորին միևնույնն է, մեկ-մեկ որ հայեր ասում են, օրինակ մենք բան ինչի Ադրբեջանի հետ, արա բոլորին միևնույնն է։ Բոլորին չի հետաքրքրում Հայաստանի առանձնահատկությունները, հարաբերությունների Ադրբեջանի բանի հետ, կոնֆլիկտ ունես, չունես, ունես ինչ փող կարելի է պատտվել։ Ամերիկայի համար փող կարա Ռուսաստանի հետ պատտվող շատ չէր 260-300 միլիարդ էր, բայց Տրամպի սիրած ոլորտները, այսինքն նավթը եւ բանը, այնտեղ կային հանքավանդ արդյունաբերությունը։ Հա դրա համար ինքը տենց նայում էր, ասես ասենք խիել Էքսոնը ստեղ կար, բանը Շելը ստեղ կար, ինչի համար մենք սենց արեցինք։ Եկեք շուշուտ էս պատերազմ բրցնենք սուտա։ Թող լինի։ Ինքը դրանով էր գնում ու իր տեսանկյունից, քանի որ ինքն է ավտորիտար տոտալիտար անձնավորություն է։ Իրան Պուտինը դուր էր գալի, որ կարելի ասենք, չգիտեմ, Նեմցովին սպանել։ Ոնց որ ինքը բաներ անում, մեկ-մեկ հայտարարում էր, որ ասենք, չգիտեմ, Բայդենի տղային պետքա գնդակը արել, որտեվ ես իմ ինչ։ Ինքը տենց ցենտր է իր համար, այդ որ կարելի է Նեմցովը որ մեռնի։ Ինքը տուն պատկերացնում էր, շլավ որ Սպիտակ տան կողքը, ասենք, մի հատ դեմոկրատիկ կլից կրակեն։ Իդեալական է։ Հետևաբար իր մոտ այդ ցանկությունը արագի մեջ Ռուսաստանի հետ պայմանավորել սահմանացածի հաշվին։ Նորմալ է, դիկտատոր է, լեզու գտնենք, փող կֆրցնենք, մնացածը ինչ ուզում են թողանեն։ Այդ փուլը վերջացավ, ավարտվեց։ Հիմա Ռուբիոն, որը հասկանում է, որ Ամերիկայի երկարաժամկետ բանի համար, Տրամպի պատկերացումները Ամերիկայի մասին, ակնհայտ է, որ Ռուբիոյի պատկերացումները չեն բռնում։ Հիշեցնեմ, որ Ռուբիոն միակն էր Տրամպի ադմինիստրացիայից, որ երկկուսակցական բան է ստացել, աջակցություն է ստացել քվեարկության ժամանակ։ Հիմա Ռուբիոն կարողացել է այնց անի, որ ձևափոխի, ասի իրականում այդ բոբոն Պուտինն է, դու Զելենսկու վրա մի փռշտա,
Անասուն է էսա, տես էս էլ քեզ ապացույց։ А еще ոնց էր Մաուգլիի մեջ։ Он еще называл тебя грязным земляным червяком, հա, желтым земляным червяком, а еще лягушкой։ Հիմա Տրամպին տենց համոզել են, ինքը հիմա էս բանի մեջ է։ Եթե հաջողացնեն էս մի քանի ամիս այդ ոչի մեջ պահեն, Ռուսաստանը կպրծնի։ Որովհետև այս վերջի պատժամիջոցները իստերիկա են առաջացրել Ռուսաստանը։ Վուչիչը Սերբիայի նախագահը ասում է Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Վուչիչը։ Դե Վուչիչը մեկը լինի Վուչիչին հարցնի դու ով ես տղա ջան։ Որ Եվրոպան պատրաստվում է պատերազմին, դա արևմտյան Եվրոպան ասում է 23 թվականից։ Ասենք չգիտեմ, Լիտվան, Էստոնիան, Լատվիան իրանք փորձում են իրենց սահմանները ամրապնդել, այնտեղ դեռևս, եթե չեմ սխալվում, առաջի ուկրաինական բանից հակամարտության սրացումից, այսինքն 15-16 թվականից, այնտեղ եվրոպական բաներ են, ընդհանուր զորքեր են, ՆԱՏՕ-ի զորքեր են կանգնած, այսինքն երբ որ Վուչիչը արտնանում է ու Բալուսին sense բան անում, ասում է Եվրոպան պատրաստվում է պատերազմի, օքեյ, տղա ջան, դու Ադրբեջանին 82 հատ հաուբից ես տվել, դրա համար, դե 56 հատ կանյակ, ուշի մեկից ավել, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի, բա դու ինչ ես անում այդ վաղ։ Այդ հաուբիցները կարող է տայր Ուկրաինային։ Ինչ ես տվել Ադրբեջանին։ Ուկրաինային պետք է, չէ, այս sense։ Եթե դու էլ Եվրոպա ես, չէ, որ ոնց որ Դու ոնց որ թե Եվրոպա ես։ Ադրբեջանին քեզ տվել։ Որ ինչ անի Ադրբեջանը այդ հաուբիցները։ Նույն բանն է։ Նույն հիմար գյադեկն է։ Լավ, ինչ մնաց։ Դեպ ասեմ, Վուչիչի մտերիմներից, այսինքն Վուչիչը ասում են մտերմությունը անում Տրամպի տնփեսակ Կուշների հետ։ Ավելին, Բելգրադում գտնվող ռմբակոծված գլխավոր շտաբի շենքը նվիրաբերված է, տոլի գնված է հենց Տրամպի տնփեսայի կողմից, որպեսզի այնտեղ Տրամփ Թավեր կառուցվի։ Այսինքն այն ինչ որ Վուչիչը խոսում է կամ բան է, դա հենց այնպես չի պետք է հասկանալ, որ իրականում այնտեղ բավականին մեծ եւ հետաքրքիր փոխկապակցված բաներ կան։ Իդեալական։ Աբշերոնցին բառաչեց ճիշտ բան։ Իրականում Ադրբեջանը տեսեք ինչ լավ է ստացվում։ Ինչ կոչվում է հարավային Կովկաս, Անդրկովկաս, բան, սուտա, բլեֆա։ Եվրոպան ավարտվում է, Եվրոպայի արևելյան սահմանը, դա Հայաստանի սահմանն է, վերջակետ։ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության եւ Եվրոպայի մի մաս է, իսկ Ադրբեջանը կենտրոնական Ասիայի տարածք կներենք։ Դուներ գալիս է, դուներ չի գալիս, այդտենց։ Սա մեկ։ Սա Սելջուկ բոլշևիկյան հիմնականում այդ հրեշի բանի կենտրոնի ձևավորումն է, գլխավոր կենտրոնի բանով, կշիռով։ Ադրբեջան, կենտրոնական Ասիայի երկրներ, այդ հենց Սելջուկ բոլշևիկյան հրեշն է։ Պուտինն էլ էստեղ Պուտինը այդտեղ կողքից է, որտեղ Պուտինը ժողովրդագրական առումով Ռուսաստանը գոյություն չունի այլևս։ Ռուսաստանի իդեպ են հայտնի մի հատ Ալեքսեյ Ռաքշակա, որը բանը Ռուսաստանի ժողովրդագրական այն հիմնական բաներից է, պերսոնաժներից է, ինքը Երևանում է հիմա։ Ինքը մեծ բան ունի, ամալ լեկցիա ունի։ Ну, в общем, սենց ասեմ, Ռուսաստանի այս պահին իրական թվերով եթե նայում եք, եթե հանում եք միգրանտներին կենտրոնական Ասիայի եւ հարավային Կովկասի միգրանտներին հանում եք, Ռուսաստանը ոչ թե չի վերարտադրվում, Ռուսաստանը մահանում ահռելի արագ տեմպերով հաշվի առնելով նաեւ Ուկրաինայում սատկացրած 1 միլիոնը եւ փախած 1 միլիոնը։ Հնդկաստանից է կարծեմ մեծ բայց այդ բոլորը կապ չունի Ռուսաստանի հետ։ Այսինքն Ռուսաստանի դաշնությունը որպես, չեմ ասում գերտերություն, այդ արդեն սուտ է, որպես տարածաշրջանային տերություն, որը կարող է եղանակ ստեղծի եւ բանանի, ինքը այլևս գոյություն չունի, որովհետեւ իր մոտ վաղուց այն բնակչությունը, որը ստեղծվում է 60%-ով, ոչ միայն ռուսական չի, այլ նաև ռուսական կայսրության կամ դաշնության ավանդույթ մեջը չի պարունակում։ Ռուսական ասելով ռուս չի։ Հա, ռուսաստանյան չի։
Այսինքն այտենց եմ ասում, ռուսաստանյան բաշկիրել չեն, որ ասես։ Հենց դրա մասին եմ ասում, չինացի են, կորեացի են, տաջիկ են, ղազախ են, ուզբեկ են, հնդիկ են, նեպալցի են, բան են, բայց ասենք ոչ մի բան չեն, որը իրանց այդ բանի մեջ կա։ Սա ավտոմատ բերում է պետականության ոչնչացման։ Սրա մասին է խոսքը։ Լավ, սա Ռուսաստանը, գանք Թրամփ կենտրոնական Ասիա, Թրամփ կենտրոնական Ասիա, Ալիև Ադրբեջան կենտրոնական Ասիա։ Թրամփ կենտրոնական Ասիա պատմությունը դա այդ նույն հրեական լոբինգի հետ կապված բաներն է, 1000 անգամ երևի ասել եմ, այսքան ժամանակ եթե մեկը համաձայն չլիներ, դե մեր դաշտից եմ ասում, իհարկե կարային հերքեին։ Թուրքիայում է տեղադրված Procter & Gamble, Unilever եւ բոլոր են մնացած գործարանները, որը հիմնականում Ամերիկայում հրեաներն են տիրություն անում, իրանց է պատկանում, որոնք որ արտադրանք էին տալի կենտրոնական Ասիայի համար եւ Ռուսաստանի։ Հիմա Ռուսաստան չկա, չեն կարող տանեն։ Բայց կենտրոնական Ասիայի շուկան ուզում են պահեն, ինչու ոչ նաեւ կենտրոնական Ասիայով մտցնեն այդ ապրանքը Ռուսաստան։ Դե հիմա իրանց այսպես պետքա, որ այդ ճանապարհը գործի։ Վերջակետ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Տրամփի ուղու մասին, պետք է հասկանալ, որ հրեական լոբինգի համար այդ ճանապարհը, բացի իսրայելական բանից, որ իրանք կտրեն Հայաստանը, Սյունիքը վերջը կտրեն Հայաստանը ոչնչացնեն որպես պետականություն, որտեղ իրանց տենց հարմար է։ Բացի դրանից գոյություն ունի հրեական լոբինգ, որը արդեն գործարանները դրել է Թուրքիայում, չի կարող արտադրանք տա, որ տանի տա այդ իրանց կենտրոնական Ասիայի ժողովրդին։ Ես ինչի եմ ասում, Procter & Gamble ու բանի գրասենյակները, որոնք Հայաստան են սպասարկում, սա խայտարակություն է։ Գտնվում են Ալմատայում։ Մեզ բաժին են հասնում գովազդներ, որոնք ստեղծված են իսլամական պետությունների համար։ Սրա մասին է խոսքը։ Տրամփի հետ լավ է գնացեք այդ հարցը լուծեք, արա։ Ձեզ դիտարկում են որպես իսլամական պետություն, դրա համար չեն կարողանում հասկանալ դուք եք Կամբոջա եք թե Ալբանիա արա։ Ամերիկյան փաստաթղթերը դուք Ասիայի մեջ եք։ Դեսպանեք նշանակե թող գնա ամեն մեն Ուիտկոֆը ինչ է, ինչ է, լուտնիկ, մուտնիկ, բայց ասենք Հայաստանը ինչ Ասիա։ Այդ նույն բանն է, հիմա իրանք այնտեղ արտադրանք են տալի, պետք է տանեն կենտրոնական, իրանց այդ Տրամփի ուղին դրա համար, ինչի համար է դա, պետք որտեղ բան չեն տալ, ողջ են տալ։ Այնտեղ ես մի հարց ունեի փոքրիկ միջանկյալ, Տրամփի նպատակները կամ ավելի շուտ Միացյալ Նահանգների նպատակների մասին նորից եկեք խոսենք, հա։ Այդ տրիպերով որ բան տանեն, քանի որ ամերիկան փայատեր է, իրանք ոչ մի բան չեն վճարելու Հայաստանին։ Փուճուր կտորա Այդտեղով տանելու են, Հայաստանը ոչ բան չվճարեն եւ միանգամից հայտնվեն այն շուկայում, որը իրանց պետք էր։ Այսինքն, այդ հրեական լոբինգի պատկանող FMCG ապրանքների համար, fast moving բան, այդ goods-ի համար, everyday goods, ոչ իմ, այդ պրակլատկեք բան, սպարվող այդ ժիլետները, բաները, այդ սաղ այդ զիրտ ու զիբիլը ոչ կա։ Հա, արագ սպարվող բան, իրանք միանգամից Թուրքիայում արտադրվում են, Թուրքիայի տարածքով գնում են, միանգամից հայտնվում են այդ շուկաներում։ Արանքը տեղ չկա, տրիպի համար էլ բան չեն մուտքի վճարելու։ Իրանք շահում են ցենտրը, Վրաստանին իրանք վճարում են։ Վրաստան իրանք հերթ են կանգնում։ Վրաստան մտնելուց իրանք հերթ են կանգնում։ Մտնելուց, դուրս գալուց Ադրբեջան, ինչ-որ sense բաներ կա։ Ուրեմն Էրդողանը, որը շատ է սիրում օսմանական գաղափարը եւ թուրքական գաղափարը, խելքը իրանը չի, հա խոսում, հա գովում, հա բանան, նույնիսկ լեզու հնարեց բոլորի համար, ասես բոլորս այս լեզվով պետք է գրենք, հա կարտակ, լավ ասենք, օքեյ։ Ախպեր այս մարդը ասում է 32 թիվ, մենք դուրս կգանք Ղազախստանի հետ ամենախոշոր տնտեսությունը 3.2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Կարեք ինձ բացատրեք, որտեղից է այդ լեգենդը, որ տրիպերի շնորհիվ այդտեղ կարա լինի դրանից ավել։ Ասենք լավ կարա լինի բոլոր մնացած երկրները, օքեյ, կարան ասենք եւս կես միլիարդ ստեղծեն։ Ջահանդամը մի միլիարդ 4 միլիարդ դոլարի համար։ Դուք Սյունիքը կտրում եք, սարքում եք պռախադնոյդ, որ արա։ Որպիսի ինչ-որ 50 հրեական ընտանիք, որին պատկանում է այդ գործարանները, պռակլատկա ծախեն կենտրոնական Ասիա։
Իրանց տմեկա ձեր երգիր, արա։ Վաղ չեմ սուրը պրծնելու է այդ իրանք դուրս գան։ Տրամպը դուրս գա նախագահությունից։ Նիկոլաս Կիեն մեկ ինչի ունենալու ում զանգի ասինձ նեղացնում են։ Չնայած հիմա էլ պիտի զանգի ասի ես Կամբոջայի, Ալբանիայի վարչապետը, Խառը, Հայաստանի վարչապետն է։ Իրան ոչ մեկն դե բանի տեղ չի լինում, ոչ մեկ իրեն չի ճանաչում։ Բայց ամեն դեպքում Տրամպի խաթր, արա, որին պետք է ընդամենը այդ հրեական ընտանիքների ձայները։ Դուք բան եք սարքում, արա, պռախադնոյ դվոր եք սարքում, որ մի բան սարքում են, չի նշանակում, որ դա աշխատելու է։ Դա հերթական փողի լվացում է։ Փողը դուրս է գրվում կրթության վրա, սարքում է դպրոց։ Դպրոցի շենքը կրթություն չի տալիս։ Կրթությունն է տալիս դասատուն։ Կրթությունն է տալիս երեխայի դաստիարակությունը։ Դպրոցի շենքը ընդհանրապես ոչ մի կապ չունի Խոսել ենք այդ մասին, բայց կրթական համակարգում Հիմա լավ, չէ, դե դա մի կողմ։ Ամենալավը գիտեք որն է։ Որն է։ Որ լիքը մարդ էս ինչ որ ես ասում հասկանում եմ։ Մենք կարողանալու ենք այդպես անենք, որ փոխվի։ Սա մեկ, երկու, անկախ մեր ցանկությունից եւ անկախ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից, անկախ Պուտինի ցանկությունից, Հայաստանի զարգացումը ինքը ոչ միայն դրական է, այլ ինքը անհավատալի բան ունի, շարժ ունի դեպի առաջ։ Միակ խնդրեմը, որը մենք հիմա ունենք, դա տեմպն է։ Այսինքն մենք կարանք դա անենք 3-ից 5 տարում կամ 30-ից 50։ Նիկոլ Փաշինյանը գնում է 30-ից 50, ասել եմ ուժեղի, որ այդ 40 սուպեր մեգա դախլչիների բաները իրանց պատկերացումներով իրանք դառնան Հայաստանի արիստոկրատիան եւ այտենց մտնեն Եվրոպա որպես արիստոկրատ։ Չնայած իրենք փնթի պերսոնաժներ են ու սաղկյանք տենց է մնալու են կաղկենի յուղական ինտելիգենցիայի ցիլոներով։ Բայց խնդիրը դրանում է, այսինքն պետք է ճիշտ հասկանալ, խնդրեմը ոչ թե նրանում է, որ Ռուսաստանը, որ ինչ-որ ման չէ, իրանք բոլորն է ուզում են։ Ես այն օրը խոսում էի տղեկ, հետ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Եվրոասոցիացիոն փաստաթուղթը ստորագրելու է տա։ Ինչու՞։ Որովհետև ցանկացած ռացիոնալ մտածող մարդ, իսկ ցանկացած հանցագործ ռացիոնալ մտածող է, էլ չասած նախագաների մասը։ Իրանք նախագահային դարը, իրանք սոտիկի ռացիոնալ բան ունեն, իրացիոնալ չէ։ Հասկանում է, որ բացի եվրոպական ինտեգրումից Հայաստանը տարբերակ չունի։ Ինքը անում է դա երկար։ Ինքը ձև է տալի, որ ընդեղ էլա, ստեղ էլա, որ ինքը թավշա ոչ բռնի, առանց ջարդած ցուցափեղկի բան, բայց ինքը ձգում է ժամ, բացատրում խիա ձգում։ Որ են 40 ավազակները իրանց զգան, իրանք փող ունեն, շատ եվրոպական արիստոկրատ ընտանիքներից շատ փող ունեն, արծեթի չի։ Բայց դա պիտի տևի, իրանք պետք է հասկանան, որ այդ փողը ոնց է ծախսվում, ինչ է արվում, ոնց է, ցավոք սրտի չի լինելու դա։ Այսինքն ինքը ուղղակի ձգում է։